Սուրբ Զատիկը հոգևոր գրականության մեջ կոչվում է Քրիստոսի հրաշափառ հարության տոն։ Քրիստոսի հարությունը եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր։ Ինչպես պետք է հայ քրիստոնյան պատրաստվի Սուրբ Զատկի տոնին։ Մինչ տանը պատրաստություններ տեսնելը հավատացյալները նախ եկեղեցական արարողակարգի են մասնակցում։ Այսօր կեսօրից Գյումրու Սուրբ 7 վերջ եկեղեցին մարդաշատ էր։ Աղոթում էին, հաղորդություն ստանում եւ շտապում տոնական սեղաններ պատրաստելու։ Տանը պատրաստվում ենք ըստ կրոնը, ինչու՞ր կրոնի վայել, ամեն ինչով, ինչու՞ր կրոնին է վայել, ցույց ենք ներգել, որպես հարության խորհրդանիշ։ Դու ամեն ինչ, ինչու՞ր Զատիկին հարիր է։ Նվիրվածություն, սեր եւ հավատ, որը պետք է մեր ժողովրդին, որովհետեւ ամեն ինչ գնա իրեն Աստծո կողմով, Աստծո աջակցությամբ ամեն ինչ լավ լինի։ Տրամադրությունները բարձր, ուրախ սրտով։ Ինչն է կարևորում ամենաշատը այս տոնի մեջ։ Ամեն ինչը հավատքը ամենակարևորը։ Տոնական սեղաններն ըստ Էթնո հոգեբանի պատրաստվում են շաբաթ երեկոյան։ Ջրագալույցի պատարագից հետո, երբ ավարտվում է 40-օրյա պահքը եւ մարդիկ սկսում են կենդանական կերակուրներ ճաշակել։ Կիրակի օրը առավոտյան եւս Սուրբ պատարագ է մատուցվում, որից հետո հավատացյալները շնորհավորում են մեկ-մեկու։ Քրիստոս հայրավ իմ եռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Իմ երեխաներս գալիս են, ով որ բաժան է, ով որ մոդս է, միասին նստում ենք սեղանին։ Մեր տոնական սեղանին մածուն չկա, բայց մածուն մերոցի ծեսել է եղել, հատուկ տան տիկինը կամ տան երեցը, անպայման մածուն էր մերում, որպեսզի ընտանիքի անդամների հարաբերությունները ավելի սերտ դառնային, մածունի նման եւ ազնիվ մաքուր եւ բարի հարաբերություններ լինեին միմյանց ագուցված։ Այլ ուտեստների հետ զատկական սեղանը զարդարվում է ձկով, ձվով եւ գինով։ Ձուն մեր աշխարհն է, գինին Քրիստոսի արյունը։ Ավանդության համաձայն ներկած ձուն խորհրդանշում է աշխարհը մաքրագործված Քրիստոսի արյամբ։ Ցորենի հասկը իր մեջ ունի նոր կյանքի եւ հարության խորհուրդ, բացատրում է Էթնո հոգեբանը։ Զատիկի ծիսական արարողության համար ամենակարևորը ծվկոդրուգն է, որ պետք է անպայման ձուն երգիր մոլորակի մանրակեր դնե եւ դա անպայման խաղում էին ծվկոդրուգ եւ այն ձուն, որը հաղթող էր լինում, դահոլ զուռնայի նվագակցությամբ տանում թաղում էին այն արդում, որը նախորդ տարին նվասբերք էր տվել, որպեսզի այդ արդն էլ պտղավորվեր, հողաբերք լիներ, առատություն լիներ։ Հարկ է նշել, որ տոնական պատրաստություններին զուգահեռ եղան նաև դժգոհություններ, որ Գյումրու շուկայում եւ մյուս վաճառակետերում երեկ ու այսօր ձուն վաճառվել է անհամեմատ թանկ գնով, 1 ձուն մինչև 90 դրամ։ Ըստ տնտեսագետի Գյումրու շուկայում վերջին օրերին գնային բարձրացումներ նկատվում են, հիմնականում այն ապրանքատեսականին է թանկացել, որի սպառումն այս օրերին անհամեմատ մեծ է։ Կարծում եմ շատ մեծ պահանջարկ ունի այս օրերին ձուն, չնայած որ չի բացառվում, որ արտադրողները եւս Արետից կարող է օգտվեն եւ արհեստական առաջարկի կրճատման միջոցով գների բարձրացում տեղի ունենա, բայց ինձ թվում է ավելի շատ հավանական է, որ մարդիկ, գրեթե բոլոր մարդիկ այս օրերին պատրաստվում են զատկին եւ զատկական ձուն, ներգված ձուն իրենց սեղանի անբաժան մասն է։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։